Ողջույն բարեկամներ։ Այսօր ունենք հետաքրքիր լուր, առնվազն 4 ընտանիքի համար լավ լուր, որ 4 գերի է վերադարձել Բաքվից։ Եվ այսպես ովքեր։ Դրանք են Գևորգ Սուլջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էդջուգեչյանը, Վագիվ Խաչատրյանը։ Այո, շատ լավ փաստ է այդ ընտանիքների համար, մեր բոլորի համար ուրախություն վերադարձել են մեր 4 գերիները։ Ես պետք է ասեմ, որ 4 գերիները դեռ 5 տարի առաջ պետք է վերադարձած լինեին։ Այո, նոյեմբերի 10-ի այդ հայտարարության բովանդակության մեջ կար պարտադիր կետ, որը պետք է իրականացված լիներ։ Բոլոր կետերը Հայաստանը իրականացրեց միակողմանի զիջումների ֆորմատով, Ադրբեջանը չարեց ոչ մի բան։ Այսօր 4 գերիների, որոնք դեռ 5 տարի առաջ պետք է տունը լինեին, վերադարձնել Հայաստան, թմկահարվում է միջև տիեզերք։ Ոչ մեկ չի կարող ասել, որ գերիների վերադարձը վատ բան է, բայց իրենք պետք է դեռ 5 տարի առաջ տանը լինեին։ Այդ չեմ ասում, որ դրանք անվճար չի եղել, մեղմ ասած, հա։ Տաթևիկ Հայրապետյանն է գրում, որ մի քանի օր առաջ ինքը նույնիսկ կանխատեսել էր, որ մտավախություն ունի, որ առաջիկայում լինի քննարկում ոչ թե գերիների վերադարձի մասին, այլ Ադրբեջանը փորձի ստանալ սիրիացի 2 վարձկաններին, նրանց ում գերեվարել էին Հայաստանում պատերազմի ժամանակ։ Այն որում պետք է ասեմ, պատերազմից հետո է ռուսները ակտիվորեն վերադարձնում էին Ադրբեջան բոլոր գերիներին ադրբեջանցիների, որոնք հայտնվեին Հայաստանի տարածքում եւ գերի կվերցնեին հայ զինվորականների կողմից։ Նորից ասեմ, այս ընթացքում բոլոր գերիները, բոլոր այն զինվորները, որոնք հայտնվում են գերու կարգավիճակով Հայաստանում, դրանք ուղղակի միակողմանի, ոչ թե փոխանակվում էին, միակողմանի վերադարձնում էին Ադրբեջանին։ Եվ այսպես, մեր գերիները պետք է վերադառնային նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, եւ դրանք կարող էին, եթե նույնիսկ չէին վերադարձվել, նրանք կարող էին փոխանակվել Ադրբեջանին հանձնվող իրենց գերիների դիմաց։ Ոչ մեկը եղավ, ոչ մյուսը եղավ։ Եվ 4 գերիների փոխանակումը, նորից եմ ասում, սա վերադարձ չի։ Չնայած Փաշինյան Նիկոլը գրում է, սա վերադարձ է, մեր ուրախություն, մեր խինդ։ Այո, ուրախություն, խինդ այս մարդկանց ընտանիքում։ Բայց այդտեղ են մեզ խաբում։ Խաբում են եռակի, որ դա ազատություն չի, դա փոխանակում է, մեկ։ Երկրորդը, դրանք պետք է, այդ գերիները պետք է վերադարձնեին Հայաստան նոյեմբերի 10-ին, երրորդը, որ նրանք հնարավորություն ունեին փոխանակված լինելու այս ամբողջ 5 տարվա մեջ։ Սա է իրականությունը։ Ես չեմ կարծում Հայաստանում մեկ մարդ լինի, որ դեմ լինի հայ գերիների վերադարձին, բացարձակապես։ Ուղղակի պետք է հասկանալ, որը ինչի դիմաց է կատարվում եւ դա պետք է կատարված լինի։ Այս փաստերը նշում են Իվան Փաշինյան Նիկոլը, հանցագործը։ Նրա անգործության, հանցագործությունների շարանի արդյունքում մեր գերիները 5 տարուց ավել շարունակում են մնալ Ադրբեջանի տարածքում։ Ընդ որում նրանք, որոնք պետք է վերադարձած լինեին հայրենիք դեռ նոյեմբերի 11-ին արդեն կամ 12-ին գոնե։ Այսօր շարունակում են դեռ նրանք մնալ Ադրբեջանում որպես պատանդ։ Կարելի է ենթադրել, որ դրանց կվերադարձնեն Հայաստանին 1, 2, չգիտեմ, ինչքան դեռ վերադառնան լավ է, չէ՞ մեր համար։ Հա, բայց դες պետք է չլիներ։ Մենք չենք ապրում շնից մաս պոկելնել քարա բովանդակության մեջ։ Մենք այդքան էժան չենք։ Չնայած որոշ մարդկանց համար դա մեծ հաջողություն է, երազանք, շնից մաս պոկելը, բայց ոչ մեզ համար։ Մենք արժանապատիվ ազգ ենք։ Թեկուզ մեզ դավաճանել են, թեկուզ մեզ կոտրել են, բայց մենք պետք է հասկանանք, մեր գետնին շպրտած հացը չենք ուտում, այն էլ ուրախությամբ ծափ տալով հետևի ոտքերի վրա։ Սա մեր համար չի։ Այո, իշխանությունները դա են մեր հետ անում հիմա։ Հիմա դա են անում։ Մի քանի հոգու էլ գուցե ընտրություններից առաջ
ժեստի, խաղաղության են գնում։ Այ որ դուք շարունակեք այս հենց խելոք ձեր դեմ շպրտած երշիկը ավազների մեջից sense հաթելով, փորելով, բանցեց խաղաղուտել, ձեզ կտանք նաև մեր գերի Նիկոլի հաղթելուց հետո։ Դե այնպես որ այս երշիկը ավազի մեջից փոթփրելով ուտելուց հետո գնացեք ընտրեք Փաշինյան Նիկոլին, որ ստանաք ձեր գերիներին։ Սա է պատրաստվում մեր դեմ կիրառվել։ Կասկածողներ կան։ Կարծում եմ վերջի 5-6 տարին մի քիչ գոնե բաց աչքերով իրականությունը նայած մարդկանց համար կարծեմ պետքա որ լինի ջրի նման թափանցիկ ու պարզ։ Ջրի նման։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա մեծ հաշվով։ Այս նույն բովանդակության եւ մեթոդաբանության մեջ է ներկայացում նաև մեզ տխրահարճակ թրիփը, Թրամփի ուղի կոչվածը, այլ բառերով ասած Զանգեզուրի միջանցքը։ Այո, հենց Զանգեզուրի միջանցքը, որը չի աշխատելու փոխադարձության սկզբունքով, ինչպես սրանք օգոստոսի 8-ից բոլորին խաբում են։ Հիշում եք, որն ասում են, դեռ ոչ մի բան չկա Նախիջևանի մասին, ասում են, բայց կա, չէ, փոխադարձության բառը, այդ փոխադարձության սկզբունքով բառը կա, չէ, ինչի չեք տեսնում այդ բառը։ Եվ այսպես ոչ բառը կա, ոչ Նախիջևանը կա մենակ մի բան։ Հայաստանի կողմից վերցված պարտավորվածություն, ըստ որի Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգների տիրապետության տակ գտնվող ֆիրմաներին է հանձնում այդ միջանցքը 49 տարի ժամկետով, ևս 50 տարի ժամկետով այն երկարացնելու հնարավորությունով։ Հիմա այս նույն պատմությունն է, հիմա ուրախանանք 4 գերու ազատությունով, հա, չէ որ 4 գերի վերջապես ազատվեց։ Այս նույն պատմությունն է մեր վրանում։ Իբր ուրախանանք, որ Ամերիկան գալիս մտնում է Զանգեզուր, որի դիմաց Հայաստանը բացարձակապես ոչ մի բան չի ստանում։ Ոչ մի բան։ Ու այդ ճանապարհի հնարավոր հասույթից ընդամենը 26%-ն է Հայաստանին պատկանել։ Բայց դիմացը Ամերիկայի Միացյալ Նահանգների, ընդ որում կրկնում եմ, տիրապետության տակ գտնվող ֆիրմաները, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների պետությունը, հասկացեք, այս Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա բան, պետությունը ինքը ոչ մի բան չունի։ Ամեն ինչ մասնավորին է։ Ամեն ինչ, որ մասնավորը կարա լինի թուրք, հրեա, հայ, վրացի, ով ուզեք։ Ով շահագրգռված է, ով կարողանում է լավ լոբինգ անի, ով կարողանում է Թրամփին ասենք մի 400 միլիոնանոց Boeing նվիրի։ Պրոբլեմ չունի։ Սիրում է նվերներ, շատ է սիրում։ Դրա դիմաց ցանկացած ֆիրմա, որը գնացված Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կարա դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշի տակ գործող այն ընկերությունը, որը կստանա Հայաստանի ամենակարևոր, ամենաանանցանելի մասի վերահսկողությունը, որտեղ նա ստանալու է անծայրածիր հնարավորություններ ճանապարհներ սարքելու համար, թունելներ սարքելու համար, երկաթգիծ գազատար, մալուխներ անցկացնելու համար, այսինքն անառիկ Սյունիքը դառնալու է մի freeway, տրաս, ուզեք մեքենաների համար, ուզեք քնածքի համար, ինչի համար ուզեք, թունելներով համար։ Եվ այսպես, ես ես մի գաղտնիք էլ բացեմ, եթե այդքան հեշտ լիներ Նախիջևանից Մեղրիի վրայով գնալ գալը, Սյունիքի վրայով գնալ գալը, Ադրբեջանը վաղուց էր գրավել։ Այս ռազմական արշավի հետաձգման, ասենց ասեմ, պատճառներից նաև մեկն այն է, որ ճանապարհ չկա ուղղակի։ Մտնեն ամբողջը լեռները, եղած ճանապարհով զոհ չի շարժվի։ Այդ եղած ճանապարհով
այդ փոքրիկ մեքենաներն են հազիվ շարժում, ով գնացել եկել է Մեղրի գոլի սկապան, վստահ գիտեն ճանապարհը անգիր։ Եվ այդ ճանապարհով դու չես կարող 50,000-անոց կամ 60,000-անոց զորք տանել։ Այդ այն ճանապարհը չի։ Այ հիմա կսարքեն իրենց համար այն ճանապարհը, որ ուզում ես 100,000-անոց զորք տա։ Ընդամենը 1 ժամը պահանջելու Արցախից մինչև Նախիջևան մտնելը։ Եվ այդ ճանապարհին ինչ ասես կարող է լինի։ Ինչ ասես կարող է լինի։ Ես ես ընդամենը 2 օր առաջ էր կարծեմ նման մի իրադություն նկարագրեցի, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն Դանիայի հետ պայմանագիր էր կնքել Գրենլանդիայի պահով, որտեղ նրանք վարձակալում էին տարածքները բնական, ֆիզիկական, աստղաբանական հետազոտություններ անցկացնելու համար։ Եվ 45 թվականից մինչև 95 թվականը այնտեղ պատրաստել էին հսկա ռազմավազաներ, միջուկային զենքի պահեսներ, ռազմական օդանավակայաններ, խոսքով ամեն ինչ ընդհուպ միջև եկեղեցի սառույցների տակ։ Եվ Դանիայի կառավարությունը ոչինչ չգիտի դրանց մասին։ Այդ ամեն ինչը բացահայտվեց 95 թվականին։ Հիմա նույն բանը, այս մի հրաշք, այս մի սուրբ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող անի Հայաստանի տարածքում։ Նույնիսկ ասում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ ես ասում եմ, դա դրոշն է։ Այդ որ ընկերությունն է դա իրականացնելու, Հայաստանը դրա վրա կոնտրոլ չունի։ Հայաստանը չի կարող ասել, այ ամերիկյան այս ընկերությունը լավն է որ գա սա ղեկավարի, այս մեկը վատ ընկերություն է, ես չեմ ուզում, ասենք իր բաժնետերերը, ասենք թուրքեր են կամ հրեաներ, որոնց երազանքը մի բան է վերացնել հայկական պետականությունը։ Ու այդ ամեն ինչը նույնիսկ եմ ասում, ոչ մի բանի դիմաց, բացարձակապես ոչ մի բանի դիմաց։ Իհարկե այստեղ տեքստի մեջ մի հրաշալի գրած է, որ Հայաստանի համար սա շատ լավ բիզնես հնարավորություն է, ապրանքատեղափոխման համար, փոխանակությունների համար, մեր հրաշք, բայց թող մեկը ինձ կանգնի եւ աչքերիս մեջ նայելով ասի Նախիջևանից Արցախ Հայաստանը ինչ է տեղափոխել։ Ինչ։ Որովհետեւ այս երկուսն է կապում, այսինքն սենց է աշխատելու այդ ճանապարհը։ Դեպի Իրան ոչ մի բան չի աշխատելու։ Իհարկե, այստեղ չհապաղեց նաև Իրանի ռեակցիան։ Մենք անպայման խոսելու ենք դրա հետ ու խոսելու ենք նաև դրա հետևանքների մասին։ Հայաստանի կառավարությունը չստանալով ոչ մի բան կարողացավ Հայաստանի պետականությունը դարձնել թշնամի իր բոլոր հարևանների հետ, ընդհանուր միջև Վրաստանի։ Մենք երկու կարևոր հարևան ենք ունեցել. Վրաստան եւ Իրան, որոնք սպասարկել են մեր, ոնց ասեմ, տրանսպորտային փոխադրումները։ Ասենք, այս երկու երկիրն է մեր շուրջը, որտեղ մենք կարողացել ենք երկու մուտք ունենալ։ Փաշինյան Նիկոլի կառավարությունը կարողացավ այլանդակերպ դարձնել շատ լուրջ մակարդակի վրա հարաբերությունը երկու երկրների հետ։ Ընդ որում Իրանի կառավարությունը պարզ հայտարարում է. դուք ամեն ինչ անում եք, որ Իրանը կործանվի, դուք նպաստում եք դրան, առանց հասկանալու, որ Իրանի կործանումը դա նաև Հայաստանի կործանումն է։ Այն ինչ ես ամեն օրվա ռեժիմով ասում եմ, ամեն օրվա ռեժիմով։ Ու ես չեմ կարծում, թե այս ամեն ինչի գովքանողները այդ պարզ ճշմարտությունը չեն հասկանում։ Հասկան։ Հիմա երևի հարց կառաջանա, բա ինչու են անում։ Իրենց Հայաստանի փրկությունը պետք չէ։ Իրենց մի բան է պետք։ Ամեն գնով մնալ իշխանության։ Իսկ իշխանության մնալու համար պետք է աշխարհի հզորներին սպասարկել։ Ընդ որում նաև սեփական պետության շահերի հակառակ։ Որովհետև դա է միակ տարբերություն, դա է միակ հնարավորությունն ու շանսը իշխանության մնալու համար, որտեղ դու կարող ես ուղղակի բավարարելով նրանց ակնկալիքները
ինչ ուզել անել քո պետականության մեջ եւ վստահ լինելով, որ իրանք չեն նկատելու, կնկատեն Իրանում ջարդը, բայց չեն նկատի Հայաստանում նույն ջարդը, եթե պետք լինի նույնիսկ մասսայական սպանդը, ինչի մասին է խոսքը, ես քեզ տվել եմ ամենաանհնարին է, ես քեզ տվել եմ Զանգեզուրով միջանցք, ես չտայի քեզ ոչ մեկ չէր տալու, այո, սա է գինը, եւ սրա դիմացա այս լռությունը կամ այս խինդ ուրախությունը իշխանական եւ իշխանական սազանդարների այո, այսօրվա ստացած կամ կարճաժամկետ շահի դիմաց, անձնական շահի, ոչ պետական։ Իսկ նրանք, ովքեր կասեն, օ, սա Հայաստանի համար երկարատև ռազմավարական հաղթանակ է, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այլն եւ այլն եւ այլն։ Դուք ուրեմն ձեր դիմաց տեսնում եք կամ կատարել ապուշի, կամ վարձկան։ Նույնց եմ ասում, կամ կատարել ապուշ, կամ վարձկան։ Կարծում եմ Գրենլանդիայի նույնիսկ եվրոպական այդ երկրների նկատմամբ իրականացած այն դավաճանությունը։ Դրա համար էլ այսօր Գրենլանդիան ուզում է, հոպ, ես այնտեղ բան ունեմ, ռազմապաշտպաններ ունեմ, դա իմն է։ Վաղը նույնը ասելի է Թրամփի, չասեմ Թրամփի վարչակազմը, ինքը այդքան չի մնալու այն ընկերությունը, որը տիրապետում է այդ տարածքին։ Որին իմիջիալոց անթաքույց շատ ուրախ է Ադրբեջանի դեսպանը, նա շատ հետաքրքիր հայտարարություն արել մեզ եւ այսպես Թաջիևը ասում է նրա մասին, որ Վաշինգտոնում 3 ստորագրված ամերիկա-հայկական շրջանակային համաձայնագիրը, որը վերաբերում է Թրամփի ուղուն, կարևոր քայլ էր 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման ճանապարհին։ Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչի խոսքով այս փաստաթուղթի ընդունումը մեկ անգամ եւս վկայում է ամերիկյան կողմի օգոստոսի 8-ի հավատարմության մասին։ Սա կարևոր քայլ է նաեւ Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Ինչով է սա կարևոր իր համար։ Այսօր հրապարակված ամերիկյան հայտարարությունը պաշտոնապես հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ։ Նույնիսկ կրկնեմ, հաստատում է, որ Երևանը ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերությանը երկարաժամկետ բացառիկ իրավունքներ է տրամադրելու երթուղու նկատմամբ։ Իմիջիալոց ասեմ, հիշեցնեմ ձեզ, Ալիևը ընդամենը մեկ շաբաթ առաջ ասում էր, այդ մեր սեփական ճանապարհն է լինել։ Դա մեր սեփականությունն է լինել։ Հիմա գուշակեք։ Այդ ինչ կառավարություն է, այդ ինչ ընկերություն է։ ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ գտնվող հատուկ ընկերություն, որը Ալիևն ասում է դա իմն է, իմ ճանապարհն է լինելու, սեփական, որը Սյունիքի մարզով կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Այս ինչ լավ բան է Հայաստանի համար, որ Հաջիևը մեզանից ուրախ է։ Վերջում գրում է իրականացման շրջանակի համաձայն հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը կկառուցի երկաթուղի, ավտոմայրուղի, էլեկտրամատակարարման գծեր, դա ինչի համար է, ինձ մի հատ կասեք, եւ այլ ենթակառուցվածքներ տարանցիկ միջանցքի երկայնքով։ Դա ընդամենը 43 կիլոմետր է։ Ինչ երկաթուղի, ինչ էլեկտրակառուցվածքների մասին է խոսքը։ Ես ամբողջ ցուցակ հիմա կարող եմ կարդալ։ Սյունիքում կառուցվելիք ենթակառուցվածքների ընդհանուր շրջանակը ներգրավված է երկաթուղիներ, ոչ թե երկաթուղի, մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ։ Հուսով եմ, որ
աշնան սկիզբ, չգիտեմ, ամառվա վերջ կկարողանան գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություններ ունենալ։ Սա էլ Միրզոյանը հույս ունի։ Ամառվա վերջ դուք վստահ եք, որ դուք իշխանության եք մնալու հունիս ամսվա ընտրություններից հետո, որ ամառվա վերջ էլ արդեն շինարարություն կունենան։ Երևի իրենց ասել են դուք պրոբլեմ չունեք ամենաբարձր մակարդակի վրա, ջարդեք, նկարեք, լցրեք, ինչ ուզում եք արեք, ապահովեք ձեր իշխանությունը, մեզ էլ ճանապարհը։ Եվ ոչ մի խոսք փոխադարձության, այն մեղրեցին, որ ուրախ ծափեր տալի, որ 100 տոննա բան ուներ, նուր ուներ, կարելոկ ուներ, ասում էր, այդ ինչ լավ բան է լինելու, հիմա իրանք սենց կգնան, ես էլ մեղրից կհասնեմ շուտ Երևան, իմ նուրն ու կարելոկն էլ կտանեմ կծախեմ, կծախեք, բա չէ կծախեք, էլի խապեցին։ Ես կարծում եմ ցանկացած բանական մարդուն կարելի է խապել մեկ անգամ։ Մեկ։ Դրանից հետո նա խապվում է իր սեփական նախաձեռնությամբ։ Սեփական նախաձեռնությամբ, էլի ոչ թե իրաների խապումը, չէ, ինքը սեփական նախաձեռնությամբ գնਵਾ խապնվելու։ Ամբողջ համարը արդեն 8 տարվա իշխանության տարիներին Փաշինյան Նիկոլը երևի օրեկան 8 անգամ է խապում։ Ամբողջ 8 տարի։ Ամբողջ առանց հանգստյան օրերի։ Ինչ խոսում է, եթե 9 բառ ասում է, 8-ը սուտ է։ Եվ դեռ մարդիկ կան, որ մտածում են, կարող այս անգամ չի խապում։ Կարող։ Հա, ամբողջ կյանքը խապել է, այս մի անգամ կարող է ճիշտն ասում։ Հա, զուգահեռ հանկարծ չմտածեք, որ հայ-ամերիկյան հարաբերություններ է կարգավորվում, սա ինչ որ դաշնակցություն է նշանակում կամ ռազմական համագործակցություն է նշանակում, բոլորովին։ Սրա զուգահեռ ԱՄՆ-ն դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների ներառյալ Հայաստանի քաղաքացիներին։ Հանկարծ չմտածեք, թե դուք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ արդեն փուդո ախպեր ենք դառնալու, ոչ։ Նույնիսկ Հայաստանի քաղաքացիներին վիզա չեն տալու տրամադրելու Ամերիկա այցելության համար։ Հասկացաք մենք ով ենք։ Տարածք։ Վրայի ապրողներն էլ ցեղատեսակներ։ Հիշում եք այն բարակը, այն բռակը, Թուրքիայի դեսպանը։ Թուրքիայի բանը Թրամփի դեսպանը, անունն էլ Բարակ։ Այդ աղբը, որը այդ Էփշտեյնի ցուցակներում Թրամփի կողքով է գնում, հավասար։ Նույն բանդանա։ Մեզ ինչ էր ասում, ցեղատեսակներ։ Ճա։ Իրանք տենց էլ մեզ վերաբերվում են։ Ուրեմն ցեղատեսակները իրանց տալու են իրենց տարածքները, որոնց նույնիսկ վիզա չի հասնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այնպես որ դավան եմ ասում, այն բոլոր նրանք, ովքեր սա կներկայացնեն մեր հաջողություն, մեր հայ-ամերիկյան եղբայրություն, կամ կատարյալ ապուշեն կամ վարձկան։ Չէ։ Այս էլ ձեզ ապացույց է։ Ուրիշ բան կա, ապացույցի կարիք կա։ Ինչու է Իրանի դեսպանը մեղադրում Հայաստանին եւ ինչ է ակնկալում։ Ես ասում եմ, մենք չէ, էլի։ Այս ճիվաղի իշխանությունը բացառիկ ունակություն ունի աշխարհի թշնամացնելու մեր նկատմամբ, ընդ որում հայ մարդուն թշնամացնելու հայ մարդու նկատմամբ նաև։ Ինքը դրանով է սնվում, հասկանում եք, մարդ կա, ասենք, լավ գրականություն է կարդում, որ սնվի, մարդ կա լավ երաժշտություն է լսում, որ սնվի, մարդ կա հետաքրքիր զրույցներ է սիրում լսել, կա մասնակցել, որ սնվի, մարդ կա ուղղակի սիրում է ուտել, հա, այդ է իրա։ Փաշինյան Նիկոլի սնունդը դա ինտրիգն է, դա կերտն է, թշնամություն։ Այս է։ Եվ սա այնա, ինչ որ 8 ժամ, 8 տարի, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ինքը զբաղված է։ Եվ կարողացավ ամենադաժան հալվածը հասցնել հայ-իրանական հարաբերություններին, որ երբեք պատմության մեջ մենք այս աստիճան
տոց չենք վարվել իրենց նկատմամբ, երբեք։ Չի եղել այդպես, մենք դες պրակտիկա չունենք։ Հայաստանը իր գոյությունով, մասնավորապես Սյունիքի գոյությունով, շատ բաներով պարտական է Իրանին։ Իսկ այսօր մեր մասին ինչ ասես ասում են։ Հալված թիկունքից, ասում են, դե, եթե ես եք ուզում, Իրանի դեսպանն էլ ասում է, Թեհրանում ձևավորվում է նմանօրինակ մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է մի կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Նույն ասելիցում դիվանագետ իր մտահոգություններն է հայտնել Թրամփի ուղու հետ նշելով, որ ԱՄՆ կարող է օգտագործել այն այլ նպատակներով։ Եվ զուգահեռ ասում է, մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք։ Այն իրադարձությունը, որ այսօր տեղի ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության դեմ։ Բողոքների ակցիաներ են անցկացում եւ այլն եւ այլն։ Եվ վերջում ավելացնում է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին հաջողվեց իրականացնել Իրանում այն ինչ որ Իրան ուզում է, դրանից տուժելու է հայ ժողովուրդը ուղիղ այնքան, ինչքան Իրան։ Պարզ իրականություն, պարզ ճշմարտություն։ Ոչ մեկ չէր կարող այսքան փչացնել հայ-իրանական հարաբերությունները։ Մենք էլ կարելի ասել կտրում ենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, կամ կտրում ենք այն ձեռքը, որը մեզ բռնա, կամ թքում ենք այն ջրհորի մեջ, որտեղից ջուր ենք խմում։ Ոնց ուզում եք սա մեկնաբանեք։ Ինչի դիմաց, որ մի քանի հոգի կարողանան եւս 1-2 տարի, ասենք, հայ մարդու արյան գնով շարունակեն հարստանալ։ Դա կարող 1-2 չի, կարող 1-2 տասնյակ հազար է, էական չի, բայց սա է փաստը։ Արմեն Աշոտյանն ոնց շարադառնամ իրան, ոնց շարադառնամ հիմա ես իրան։ Արտահայտվում է մարդը։ Թրիպի մասին հրապարակված հայտարարությունը, որ Փաշինյանը փորձելու է թմկարել որպես դիվանագիտական հաջողություն, իրականում աննախադեպ է։ Աշոտյանը քննադատում է եւ ասում է, որ սա Փաշինյան Նիկոլը փորձելու է օգտագործել դիվանագիտական իր որպես հաջողություն թմկարելու համար։ Արմեն Աշոտյան, դու խելացի մարդ ես, դու հաստատ դու Արեն Սիմոնյան չես էլի, բայց քեզ պետք է հիշեցնեմ, որ չկա ավելի մեծ դիվանագիտական հաջողություն Փաշինյան Նիկոլի համար, քան Սերժ Սարգսյանի աջակցությունը եւ ձեր գոյությունը, ձեր դաշնակների Ռոբերտ Քոչարյանի ավելի մեծ դիվանագիտական աջակցություն կան դուք եք իրան տալիս, ցույց տալիս իրան նկատմամբ։ Փաշինյան Նիկոլը ոչ միտեղ չի կարող քնել։ Ինքն է իր բերանով ասում, որ դուք իր երազած ընդդիմությունն եք։ Երազած։ Ես կարծում եմ նույնիսկ Պուտինն է նախանձում այս առումով Փաշինյան Նիկոլին։ Իդեմս ձեզ, որ դուք ամեն ինչ կարողացաք անեք իրան իշխանություն պահելու համար։ Ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա շարունակել ժողովրդին վախեցնել ձեզանով։ Ինքը զարմանում է, որ պետք է թմկահարի, չեք ուզում թմկահարի սա, դա հեռացեք, թողեք դուրս եկեք այդ խորհրդարանից, ինչի մնացել այնտեղ։ Որ գնաք չի կարա, չես անի այս ամեն ինչը, այո, որ գնաք, բա ոնց անել։ Այդ դեպքում ինչի՞ք նեղվում։ Կամ ինչի՞ք վստահ, որ ժողովրդի մեջ բացակայում են շերտը, որ հասկանա ինչ եք անում դուք ինչով եք զբաղված։ Արմեն Աշոտյան։ Նման մի մտահոգություն ունի նաև դաշնակցական պատգամավորը, որ ասում է Հայաստանն Ադրբեջանի միջանցք է տալիս, չկա փախոդարտության սկզբունք։ Օհ լա, ստեղ են ասում դասականը, ճիշտ ես ասում, նոր իմացաք։ Հիմա էլի հարցը նույն ձեզ է վերաբերվում։ Դուք երկուսով, դուք որ ասում, դուք Քոչարյանից հետ
Սերժիկի հետ երկուսով պահում եք ատամներով Փաշինյան Նիկոլին իշխանության։ Դուք չգիտեիք, որ սենց է լինելու։ Հրաժարական տայիք, ինքն էլ համաձայնագրերը չկարողանար անել։ Մենք գիտեինք բոլորս, որ չկա փոխադարձության սկզբունք։ Մենք գիտեինք բոլորս, որ սրա նույնիսկ տրամադրվածության մեջ չկա ինչ-որ մի բան անել, որովհետև այս ամեն ինչ որ է արվում, սա նոր բան չի, վաղուց գծած է, Ալիևը պարզ ասում է, սա մեր ճանապարհն է, իրանն է, սեփականն է, չի լինելու փոխադարձության սկզբունք, Թուրքիայի սահմանն էլ չի բացվելու, բացվելու է մենակ դիվանագետների համար, առանց վիզա, Ռուբինյա Ռուբոյի համար, մեկ է քլչի, սա էլ է, չէ, դիվանագիտական մեծ հաղթանակ։ Այս ամեն ինչը մենք բոլորս գիտեինք, դուք էլ գիտեիք, ու դուք շարունակում եք Փաշինյան Նիկոլի իշխանությունը պահել ղեկին։ Ու հիմա էլ որոշել են մասնակցեն 26 թվականի ընտրություններին, որ նույն ֆորմատով շարունակեն Փաշինյան Նիկոլին սպասարկել։ Տարվա վերջում 3 միլիոն պատկերավճար ստանան ամեն ինչ հետ միասին, կյանքն ուրախ, ապտուստը ձրի, ինչքան կտևի էլի։ Պարզ հասկանալով, որ այս ամեն ինչը տանում է դեպի ապահովված, իդեալական ապահովված կործանում։ Բայց այդ ընթացքում երբեմն չէ, որ պետք է իրանց հետևորդներին զգաստության կոչ անեն, ցույց տան, որ իրանք գործ են անում, դժգոհ են, քննադատում են, որովհետև վերջերս մեկին ինձ գրել էր, ինչև ես 2 օր առաջ ես անդրադարձա չէ դաշնակների վերցած։ Հա, երեկվա ելույթի մեջ ասեցի գնացեք էլի։ Հերիքա էլի թողեք այս ժողովուրդը մաքուրոտ շնչի, հերիքա դուք ծծեք այս ժողովրդի արյունը։ Լի դաշնակցական գրել են նեղացած։ Իրոք նեղացած։ Առանց չարության բան։ Որ ես չեմ գնահատում դաշնակցության արածը, ասում եմ շատ եմ գնահատում դաշնակցության արածը։ Իսկ թվում է ինձանից շատ ավելի շատ գնահատում է դաշնակցության արածը Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մանավանդ Նիկոլ Փաշինյանը։ Կարևոր է իրան գնահատեն, ես ինչ, իսկ իրան գնահատում են, շատ բարձր են գնահատում։ Դրա համար էլ հիմա հասկանալով, որ իրանց ունեցած այդ 1%-ն է, բայց այդ 1%-ն են բավարար է, որ Փաշինյան Նիկոլը իրան բերի նսածնի։ Պարլամենտում ու շարունակեն նույն խաղը, նույն կոտորածը, ինչ որ արդեն անում է երկար ժամանակ այս ժողովրդի գլխին։ Չէ՞ որ գիտեք, չէ՞ վստահ եք, չէ՞ ոչ մի դաշնակցական չի մտածում, որ ինքը կարող է 5% պլյուս ձայն հավաքի։ Չէ, իրենք գիտեն, իրենց նպատակը ընդամենը խորհրդարանում լինելն է։ Ու իրենց համար դա ապահովված է։ Նիկոլը սիրով, բայց համագործակցությունը, գյոզալ համագործակցությունը, ասենց իդեալական աշխատում, բա կփչացնի, չէ, պիտի նստի այնտեղ, որ ինքն էլ կարողանա այն բարձունքից իրենց վրա, ասենց ինչ ասես լցնի։ Ավելի լավ ընդդիմություն չունի, ինքը չի ունեցել, ինքն է դրա մասին անընդհատ ասել է, եւ ոչ մեկ չունի, ոչ մեկ։ Նիկոլ Փաշինյանը 11 միլիոն 951 հազար դրամի պատկերվաճառ է ստացել։ 12 միլիոն։ Գիտեք ինչքան փող անում։ Պատկերվաճառ, գիտեք ինչքան փող անում։ Դա 30,000 դոլարից ավելի փող է։ Գիտեք որ Փաշինյան Նիկոլը կառավարության նախագահն է, որը այս տարի 1.4 միլիարդ դոլար պարտք է վերցրել։ Գիտեք որ Փաշինյան Նիկոլի կառավարությունը չի կատարել բյուջեն։ Գիտեք որ Փաշինյան Նիկոլի կառավարությունը մյուս տարվա բյուջեն էլ է պարտքով պլանավորել։ Պարտքով, որի կատարման համար էլի մոտ 1.3-1.4 միլիարդ դոլար պետք է պարտքով փող վերցնի։ 7.5% տարեկան։ Ասում եք, դա թիվ է։ Բայց ինքը ամեն ինչ տապալած, ինքը պարտքով ապրող երկիր,
տապալված կառավարություն մի 40,000-30,000 $, ինքը իրան պատկերացում է նշանակում, ասեմ ընդ որում իր ժամացույցը ձեռի ավելի թանկ է, քան այս պատկերացումը։ Բայց դե փող է, ինքը գոհ է իրանցն է, սա գիտեք ինչի մասին է խոսում։ Ես չգիտեմ դուք տեսած կլինեք կամ լսած կլինեք ընտանիքի մասին, որտեղ ընտանիքում սով է, երեխաները հագնելու բան չունեն, որ դպրոց գնան, թե սնված են, հիվանդ են, բայց հերը ասենք կազինոներում է թախտարում, հերը ասենք մի քանի տեղ սիլուի է պահում, ու այդ ընտանիքում ասում երեխան սոված է, ու դպրոց գնալու բանը շոր չունի, երեխան չէ, երեխաների 50%-ը, 50+։ Դուք որպես մարդ ոնց կգնահատեք այդ ընտանիքի հորը։ Սա է։ Ես ուրիշ բան չեմ ասում, այս սահմանալիություն խախտել, բան, սա է։ Դուք ասեք, ով է ինքը։ Ու գիտեք, եթե մի հասարակության մեջ նման ընտանիքի հայերը ինքը պարսավանքի առարկա չի, այդ հասարակությունը մեկ օր շուտ վերանա, ավելի ճիշտ կլինի։ Ու այս վարագային ոչ ես, ոչ նժդեհը, ոչ մեկ չի կարող փրկել ոչ մեկին։ Որովհետև այդ մարդիկ իրանց ամեն ինչը դրել են փրկելու համար, ամեն ինչ ասված է, ամեն ինչ արված է։ Բայց մեկը, չէ՞ որ մարդն է, ամեն մարդն է որոշում իր ճակատագիրը, ամեն մարդը գիտի իր անելիքը։ Ու հավաքական վարքագծի արդյունքում էլ ձևավորվում է ազգի ճակատագիրը, պատմության ընթացքը։ Իսկ ես ազնիվ խոսք եմ ասում։ Սա հուսահատության բան չի, չի։ Իրոք եմ ասում, եթե մի հասարակության մեջ նման հայրը, նման ընտանիքի ղեկավարը ինքը պարսավանքի, զզվանքի, մերժման բան չի եղել, թիրախ չի, այդ հասարակությունը իրավունք չունի ապրելու եւ չի կարող գոյատել։ Դա բացառում է։ Ու մենակ ինքը չի։ Սա ճանաչում եք։ 2-3 միլիոն էլ ինքնապատկերվածում ստացել։ Սա գիտեք ով է։ Սա այն քպայական պատգամավորն է, որ 7 տարի առաջ, որ իրանք նոր էին իշխանությունն, սրանք ծեծելով զինվորական էին սպանել, որ մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացավ։ Ինքը պատգամավոր է, ինքը մարդասպան է, բայց քանի որ Նիկոլի մարդասպանն է, ինչպես ասենք Սոնային սպանողները, մարդասպանները, ինչպես ասենք ժողովրդի վրա նռնակ նետողները, ինչպես զինվորներ սպանողները, այն 15 զինվորի սպանած, հետո վառած, ինչպես ամբողջ Արցախյան 44 օրվա պատերազմի ժամանակ հազարավոր երեխեք սպանածները, ոչ մեկ ոչինչ պատասխանատվություն չի կրել։ Հակառակ պաշտոններ են ստացել, հերոսի կոչումներ են ստացել, պատժկերավճար են ստանում։ Հա, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենված է կենսագրությունով մարդասպանների ու դրա համար իրենք պարգևատրում են իրենք իրենց։ Վատ են անում։ Դե դուք ասեք վատ են անում։ Իհարկե իրանք լավ չեն անում։ Բայց մենք ինչ ենք անում։ Չէ՞ որ ասում եմ, եթե այս տեսակին բարև տվող կա, ընդունող կա, պարսավող չկա, ու հələ մտածում են, դե լավ, համա ինչ է եղել, մի բան եղել է անցել, հետը լավ լինեմ, պայական է, բայց կարող է մի բան էլ ես փախցնեմ կողքից, գրողը տանի։ Այս ապագան էլ է իրանց շատ, այդպես մտածողների մասին։ Հարկերը հանած 6-ից 7 միլիոն, հասկանում եք, ոչ թե 6 միլիոն կամ 7 միլիոն, 6-ից 7 միլիոն, ասք իրաց համար մի միլիոն ես կողմ են կողմ, էական չի, ինքը 6-ից 7 միլիոն պատկերավճար է ստացել, դա համարում է վարսատություն 1 տարվա աշխատանքի դիմաց։
Դա պարգևավճար է, արտադրությունը չի։ 6-ից 7 միլիոնը գիտեք ինչքան է։ Մենակ պարգևավճարն է։ 6-ից 7 միլիոնը սա առնվազն 3 զինծառայողի, պայմանագրային զինծառայողի տարեկան աշխատավարձն է, ասենք 3 զինծառայող տարեկան ստանում են այնքան, ինչքան էս սա ուղղակի ինքը թիվներ չի ասում, դա 6-ից 7 միլիոն էլի։ Դիտել ես զինվորականների մասին եմ խոսում, հենց գնացեք մանկավարժների աշխատավարձը նայեք։ Ասենք մի 5-6 մանկավարժի տարեկան աշխատավարձն է սա։ Ուղղակի պարգևավճար, վճար։ Իր մի տարվա աշխատանքի նկատմամբ։ Ես ոնց իհարկե նյութը չպահեցի, որ ձեզ ցույց տամ, որովհետև չեմ ուզում կրկնակի նյարդերս քարքարվի, երբ որ ես տեսա ինքը ինչ հանգստությամբ եւ առանց անհարմար զգալու է այդ թվերն ասում, որ հենց տենց է պետք է լիներ, հանգիստ, առանց միմիկա շարժելու, ազնիվ խոսք եմ ասում։ Ես այդ տարիքի հրեշ ամենաց չի, որ տեսնում եմ։ Ես ուղղակի մի բան էի զարմանում, էլի, ու այդ լրագրողների դեմքը որ ես նայում էի, մաշված, այդքան լավ հագնված չեն, ուկնած, դե լրագրող են էլի, ոչ աշխատավարձն է մի աշխատավարձ իրանց, ոչ կյանքն է մի կյանք, ու իրանք լսում են, ու դիմացին ասում ես լավ եմ աշխատել, ես 6-ից 7 միլիոն ուղղակի պարգևատրել եմ, ինձ դա ինձ արժանի եմ համարում։ Գիտեք, երբ որ մարդ նայում է դիմացինին ու նման ձևով խոսում է, դա մենակ հրեշը կարող է։ Այսինքն մարդ, որի մոտ բացակայում է իմպաթիան, կարեկցանքը, ամոթի զգացումը, անասուն է։ Դա իմ բառերը չի, դա բժշկական բնորոշում է, որ երբ որ մարդու մոտ վերանում է բարոյականությունն ու կարեկցանքի զգացողությունը, նա վերածվում է անասունի։ Ու ինչ աստիճան պետք է լինի մարդ, որտես նայի այդ մարդկանց դեմքին լրագրողներին, ասի, տենց է պետք է լինի։ Որ լրագրողներին ասեն, դու քանի տարի պետք է աշխատես, քանի տարի, ոչ թե պարգևավճար ստանալու, քանի տարի պետք է աշխատես, որ այդքան աշխատավարձ ստանաս, ինքը կարող է չկարողանա հաշվի։ Դա 5 տարի է լինելու, 6 տարի, թե 10 տարի։ Այստեղ հարկերը հանած նույնիսկ 6-ից 7 միլիոն։ Իսկ Երևանի քաղաքապետարանում շուտ 635 միլիոն դրամի 13-րդ աշխատավարձ են պատկերատրներ։ Ժողովուրդ ջան, այս երկիրը նորից եմ ասում, սրանք այն երկրի ներկայացուցիչներն են, որը պարտքով է ապրում։ Այն հավաքական իմաստով, որ ես որ ընտանիքի ղեկավարի նկարագրեցի, զանզից յուրաքանչյուրին է վերաբերվում։ 635 միլիոն 13-րդ աշխատավարձ են բաժանը։ Եվ պարգևավճարներ։ Իսկ թոշակառուի համար փողը շատ է։ 10,000 դրամի ինչ անեմ, դա կյանքում ուշի մանրոց չի փոխել։ Հա, ժողովուրդ ջան։ Իրանք թքած ունենան վերաբերմունքի հասարակական մանավանդ, որ այդ վերաբերմունքներ չկա, համդեպս այտենց իրենց թվում է։ Հիմա մենք առիթ ունենք իրանց ասելու, դուք ճիշտ եք, իրավացի եք, իրավունք ունեք կամ չէ։ Դուք արել եք, դիմա պետք է պատասխան տաք։ Սա ասող արդեն մենք ենք, գնդակը մեր դաշտում է։ Իրանք անում են, ինչ ուզում են։ Գնդակը մեր դաշտում է։ Եթե մենք կարողանում ենք հակահարված տալ, ուրեմն մենք արժանի չէինք այն ինչ որ մեր նկատմամբ եղավ։ Եթե չենք կարողանում հակահարված տալ, ավելի շուտ չենք տալիս, նշանակում է արժանի ենք նրան, ինչ որ մեր նկատմամբ արվում է։ Հա, մարդկային չի, անասնավարի է, բայց իրանք դա են։ Իրանք հենց դա են։ Եվ ես իրանց շնորհավորում եմ։ Իրանք կարողացան
ստեղծել այդ միջավայրը, որ հենց իրանց տապալելու է, անձնական կյանքում առավել ևս, որովհետև մարդը ինքը սոցիալական էակ է, ով իրան կտրում այդ սոցիալական նորմերից և տանում է ուրիշտեղ, առաջի դրա կրողը այդ հետևանքների դառնում է ինքը։ Սա ոչ առաջի դեպքն է, ոչ երկրորդ դեպքն է։ Իրանք հայ հասարակության մեջ մտցրեցին մի շատ վատ բան, այն ինչ որ երբեք չի եղել։ Մեկի վրա թքած ունենալու պրակտիկա։ Մենք հայերով, մենք այլ ձև ենք ապրել, համայնքային եղել մեր կեցությունը, համայնքային, մենք ստրուկ չենք եղել, մեր տնտեսությունը եղել է համայնքային, մեր ընկերությունը եղել է համայնքային, մեր կառուցվածքը եղել է համայնքային, պետությունը չենք ունեցել, ամեն ինչ համայնքային է եղել։ Ցավը կիսել ենք համայնքային, ուրախացել ենք համայնքային, պայքարել ենք համայնքային, կոտորվել ենք համայնքային։ Սրանք կոտրեցին ամենակարևորը, սոցիալական հիմքերը, հա, ամոթի ինստիտուտը, աջակցության ինստիտուտը, սրտացավության ինստիտուտը, ամեն ինչ կոտրեցին։ Ես ասում եմ, որ դեռ սովետական ժամանակներից եմ հիշում, մեծ բարձրահասակ շենքերում էինք բոլորս ապրում, երբ որ կողքի շենքում նույնիսկ մարդ էր մահանում, ասենք եթե դագաղը դրվեց բանի դիմաց, ամբողջ բակում ոչ մեկ երաժշտություն չէր միացնում։ Այ եթե մեկն էլ հեռուստացույց էր միացնում, այնքան կամաց ու շշուկով, կողքի շենքում, որ հանկարծ բաց պատուհանից ձայնը չգնա։ Մենք այդպես ենք ապրել, սա փոխադարձ հարգանք է, սուքի նկատմամբ հարգանք, ուրախության նկատմամբ հարգանք, սրանք կոտրեցին բոլոր սոցիալական կապերն ու նորմերը, որի առաջի պատասխանատուն իրենք են լինելու, որի արդյունքից ստացված հարվածի առաջին կրողը հենց իրենք են լինելու, գիտեք ինչի, որտեղ իրենք շրջապատված են հենց նման մարդկանցով, որոնք թքած ունեն ինչպես ժողովրդի վրա, նաև իրար վրա, որտեղ իրա մոտ հենց այդ կարևոր օրգանը հանած է արդեն, մարդկային օրգանը, կարեկցանքի օրգանը, այն ինչ որ մարդուն տարբերում ասենք անասունից։ Լսեք մի ասանավերի։ Կարտակին աճել, ինչ է կարել, զենք ենք առել։ Սում տեք խոսում ռազմական կարիքների բավարարմանը 18 թվականի մայիսից ձեր ղեկավարումից սկսած հատկացվել է 3.6 միլիարդ դոլար, համաձայն պաշտոնական վիճակագրության, բայց ձեր օրոք պետական պարտքն աճել է կրկնակիից ավելի 6.75 միլիարդ դոլարից հասնելով 14.2 միլիարդ դոլարի, ու դեռ մեծ հարց է, որքանն է սրանից իրոք արդյունավետ ծախսվել, որքանը մսխվել ու թալանվել։ Եթե ընդունենք, որ բոլոր զենքերը գնել եք պարտքի հաշվին, բանալացած 4 միլիարդ դոլարն ինչ եք արել այդ թալանչի, կներեք, այ պարոնայք ջան, գործարան եք բացել, գիտահետազոտական կենտրոն եք հիմնել, թե Արցախահայության բոլոր կարիքներն եք հոգացել։ Ես երեք զրուցել եմ ինքնաճանաչում ֆորմատով Սամվել Աշոտյանի հետ, ոնց կարող եք գտնել, նայել, շատ հետաքրքիր երիտասարդ է, ես ուրախ եմ, որ Հայաստանում և հայ իրականության մեջ կան նման պարզ մաքուր նվիրյալ մարդիկ, որոնք անտարբեր չեն մեծահասակության նկատմամբ, մեկս մեկի նկատմամբ, որոնք հասկանում են, որ չկա ուրիշի վիշտ, չկա ուրիշի պրոբլեմ, եթե պրոբլեմը կա, ուրեմն դա բոլորինս է, այնպես որ նայեք։ Գեցինք Գևորգ Սարոյան, եպիսկոպոսին ընտանիք քանդելու հանգամանքը։ Հրապարակեցինք ընտանիք քանդելու հանգամանքը։ Իսկ ով է խոսացողը։ Ում մասին է խոսում։ Խոսացողը Գյումրի ԵՊՀ-ի մասնաճյուղի տնօրենն է, Կարեն Պետրոսյանը, զտարյուն ԿՊ-ական, եւ այս տեսանյութի մեջ ընտանիք քանդելու մեջ է մեղադրում, էլի զտարյուն ԿՊ-ական, բայց արդեն բանը հոգևորական Գևորգին։
Մյուս օրը մի 2-3 օր մտածեցին, չէ, մյուս օրը չէր ներողություն։ Մի 3 օր մտածեցին, ասացին կարող էլի փաստեր ունենան։ Հերքեցին։ Տեղադրեցին Արշակ եպիսկոպոսի նամակը, որով պետք է կարգապահական վարույթի ենթարկվեր Գևորգ Սրբազանը։ Էլի մտածեցին, էլի հերքեցին, ասեցին այդ մարդը ներողություն է խնդրել։ Տեղադրեցին ցայնագրություն, որտեղ Գևորգ եպիսկոպոսը այդ մարդուց ներողություն է խնդրում։ Եթե մեղքի համար իրեն պետք է կարգալույց չանեն, պետք է սուտ խոսելու համար կարգալույց անեն։ Մի խոսքով, այն ժամանակ պետք է կարգալույց անել, գիտեք ինչի՞։ Որովհետև դեռ ԿՊ-ական չէ, հիմա այս զտալյուն ԿՊ-ականը պահանջում են այն ժամանակ ուրիշին տանի քանդելու համար, սուտ խոսելու համար, մեղքի համար այս Գևորգին կարգալույց անել։ Բայց հենց դարավ ԿՊ-ական քահանա վերջին քարտեն սրբերի դասին։ Այն ոնց է Կճոյանն։ Կճոյանի վրա հատորներով քրեական գործ կար, վալույթ կար, բան կար, բայց հենց դարավ Նիկոլի սրտի հոգևորականը, ամեն ինչ ջրվեց վերջ, ինքը լանցագործ չի։ Լավն է, չէ՞։ Դե ես էլ եմ ասում լավն են, էլի։ Եթե ազգիս մեծամասնության համար լավն են իրանք, ինչի պետք է չապրեն, որ ինչի պետք է իրանք շատ չլինեն, որ ինչի իրանք պետք է չկառավարեն, որ լոգիկան դա է պահանջում։ Այնպես որ իրանք լավն են, մեր սրտով են, թե մեր սրտով չեն, մենք պետք է ցույց տանք, որ ասենք մենք սենց չենք, սա մեր համար չի, մենք սրան համաձայն չենք։ Բան չմնաց, ընդամենը 5 ամիս։ Անտեսված է թոշակառուն, պիտի քիչ ուտես, քիչ տաքանաս, թոշակառուները արձագանքում են իշխանություններին։ Բոլորը թվերը կա, մարդիկ կալորիաներից են խոսում, մի հետաքրքիր բան է, հոդված է, բայց ես մի բան կասեմ, ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ թվերով ապացուցված է, ամեն ինչ կա բացի վերաբերմունքից, վերաբերմունքն է փոխելու ամեն ինչը։ Թիվը թիվ, կարծիքը կարծիք, բայց ցանկացած կարծիք առանց գործողությունների ինքը զուտ էմոցիա է։ Հայրենասիրության մի բան է։ Հայրենասիրությունը առանց գործողությունների զուտ էմոցիա է։ Գործողություն։ Այս գործողությունը լինի, այն ժամանակ էմոցիան կվերածվի իրականության, կնյութականանա։ Հա? Նյութականացնենք մեր էմոցիաները։ Ասում բենզին էժանացել է, գիտեք։ Ադրբեջանի ներկայությունից հետո Հայաստան բենզին էժանացել է։ Բայց իսկ բացատրեք այս ֆենոմենը։ Այս բենզինը, որ գալիս է Ադրբեջանից Հայաստան, դա կամ Ռուսաստանից է գնաց, կամ Վրաստանից։ Հայաստանը ինքնուրույն միշտ գնել է բենզին Ռուսաստանից։ Բայց այդ ոնց է ստացվում, որ նույն բենզինը, որ Ադրբեջանն է գնում, հետո վաճառում Հայաստանի, ավելի էժան է ստացվում։ Սա ադրբեջանական գործարքի գովազդ է, թե մեծ խարդանքի բացահայտում։ Սա ինչ է, կոռուպցիայի բացահայտում է, թե ուղղակի Ադրբեջանի այս գործարքի քաղաքական գովազդը սա, որը ուզում եք վերցրեք, սա Ադրբեջանի գործարքն են գովազդում, հանցագործություն է, որովհետև սանով բացահայտում են, ու իրանք փաստ ունեն, ուղիղ մատակարարից բենզին առնելով, իրանք թանկ են վաճառել ժողովրդի վրա, տասնյակ տարիներ։ Դե հիմա հասկանում եմ, որ այս պահին իրենց քաղաքական դիվիդենդներն ավելի է հետաքրքրում, բայց մտածող մարդը հարց է տալի, չէ՞, եթե մատակարարը նույնն է։ Պաստեն դու ինձ խաբել ես այսքան տարիներ։ Ու հիմա քո սուտի վրա ծախում ես ադրբեջանական գովազդով։ Մեզ ուրիշ ինչ է պետք որ հասկանանք ովքեր են ղեկավարում Հայաստանը, ժողովուրդ։ Ու ինչպես, ու ինչ նպատակների համար։ Ես ամեն անգամ մոռանում եմ, ասեմ, տարածելու բանի մասին, ես հույսով եմ
մենք դա ավտոմատ ենք անում, որովհետև օգնել ալիքին, տարածել հաղորդումները, բաժանորդագրվել, զրուցել մարդկանց հետ, մեր էմոցիան վերածել նյութի, սա կարող է փրկի մեզ եւ մեր երկիրը։ Ակրակ դեպքում մեզ ոչ իման չի փրկի, ազնիվ խոսք։ Տեսեք, կան մարդիկ, որոնք չգիտեն ինչ անձնվում։ Կան։ Ես էլ դրանցից մեկն եմ։ Այն որ եթե ես իմանամ նույնիսկ ես հենց հիմա ինքս իմ հետ եմ խոսում, էլ մարդ չի մնացի աշխարհում լսելու, լսող չի լսում, ոչ մեկի հետաքրքիր չի ես ինչ եմ խոսում, բայց ես մեկը անելու։ Ես գիտեմ, տես մարդիկ կան, տես կան։ Սա քիչ է։ Մի ձեռքը ծափ չի տալիս։ Իսկ մեր խնդիրը շատ խորն է։ Սեն հազարավոր ձեռքեր են պետք, տասնյակ հազարավոր ձեռքեր են պետք, որ միասին ծափը ուղղակի ցնցի լեռներն ու աշխարհը, երկրագունդը ցնցի։ Դա կարա լինի միայն միասին ծափ տալու ժամանակ, նույն գործը անելու, նույն բանը ուզելու պարագայում։ Եվ այսպես կարճ անդրադառնանք մեր մասին ինչ են խոսում, ամերիկացիներում նաև ու գանք։ Թրամփը այս բանի մեջ, քաոսի մեջ հասկանալով հանդերձ, որ վերջանում է 26 թվականին, տեսեք, ինչ է լինում 26 թվականին։ Հայաստանում ընտրություններ, Իսրայելում ընտրություններ, պրեմիեր մինիստրի Նետանյահուի եւ Թրամփի միջանկյալ ընտրություններ, որը կորցնելու պարագայում ինքը հնարավոր է որ իմպիչմենտի ենթարկվի։ Այսինքն 26 թիվը Նետանյահու Թրամփ Փաշինյան Նիկոլ։ Սրանց այս 3-ի վերջը կարող է լինի։ Այս երամիասնությունը հաստացի մեր բոլոր պրոբլեմների ոչ թե հիմքն են իրանցից է եկել։ Չէ։ Այսօր իրանք են մեր պրոբլեմները։ Սենց ասեմ։ Հենց այսօր իրանք են մեր պրոբլեմները։ Ու այս 3-ի ճակատագիրը որոշում է 26 թվականին։ Հալեղեն ձիու տալու։ Ես հիմա աստրոլոգ չեմ, ես չեմ կարող ասել այդ աստղերը ոնց են դասավորված, իրենց նկատմամբ ինչ կլինի իրենց հետ, էդի ոլորտը չի, բայց մենք պետք է պատրաստ լինենք։ Պատրաստ լինենք ու մենք մեր ձեռքից եկածը անենք անպայման։ Քանի որ 26 թիվը սրա վերջի թիվն է նաև կարող է լինի։ Սրանք միլիոնավոր էջեր փաստաթուղթ կա Էփշտեյնի գործի հետ կապված։ Սրանք վերացնում են, մաքրում են ուղղակի։ Եվ այդ մասին խոսում են։ Լսենք։ Think after all this, that's all that matters to me. Simple as that. So, ultimately let me know what you think about it in the comment section below if you like. Hello, guys and gals, me Mutahar, and ladies and gentlemen, it's been less than 48 hours and they're already covering up and removing the Epstein files, ladies and gentlemen. Yes, after the government has decided to release these magical files for the world to consume and see and, basically point out who they shouldn't trust in the world of, in the world of leadership, right? The people that run our world. Yeah, this is... Խոսքով ամբողջ տեսանյութը ես չեմ ուզում ձեզ ցույց տամ։ Մեծ պրոբլեմ է սա Թրամփի համար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Այս ամբողջ փաստաթղթերը, որ հանկարծ իր ամբողջ մասշտաբով հանձնվի մարդկանց ձեռքը։ Մեծ պրոբլեմ է։ Ու հիմա ոչ են հրապարակել, ոչ էլ կարողանում են ամբողջական փակցնել, որովհետև massամբ ինքը մեկա դուրս է գալիս։ Massամբ ինչ-որ բաներ է բացահայտվում ու բոլորը խոսում են նույն մասին։ Այսինքն ամեն ինչը ապացույցը գալիս է նույն մասին։ Նույնիսկ այն աստիճան, որ այսօր Ֆորդը եղել է Ֆորդը Թրամփը գնացել է Ֆորդի գործարան շրջայցի, Ֆորդի աշխատավորներից մեկը իրան գոռացել է, որ հետո բղավել է մանկապիրցների հովանավոր։ Սա ինչ-որ բան է, ասեմ այդ բառացի թարգմանեմ։ Տեսնում եմ։
Մանկապիրսների հովանավոր։ Եվ այս մարդուն հեռացել են աշխատանքից ֆորտից։ Մի անգամից կազմվել է դրամահավաք եւ այս մարդուն օգնելու համար $800,000 փող հավաքվել։ Ես ընդամենը 2 ժամվա մեջ կարդացի, որ 150,000 է հավաքվել։ Հիմա ես նայում եմ 8 ժամ անցել, մի քիչ կարող ավել, արդեն $800,000 այս մարդու աջակցության համար, որ ինքը որը գոռացել է դա Թրամփին։ Թրամփն է շուռ է եկել, մեջտեղի մատա ցույց տվել այդ գոռացողին, պատկերացնում եք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը երբես մեկը գոռում է իրան պեդաֆիլների հովանավոր, ինքը շուռ է գալի այդ գոռացողին մեջտեղի մատա ցույց տալիս։ Այդ գոռացողին էլ աշխատանքից հանում է։ Բայց երևի իր աստղային ժամն է, էլի 800,000 արդեն հավաքվել է, ասում եմ միջև առավոտ միլիոնը կանցնի։ Ինքը քանի տարի պետք է աշխատեր, որ մի միլիոնը ինքը միանգամից ստանար։ Ես չգիտեմ քանի տարի է, ասենք լավ, տարեկան թող 100,000 լինի։ Ասենք 10 տարի ինքը պետք է աշխատեր, հաշկեր մուծեր, այդքան չարչարվեր, որ 1 միլիոնը ինքը ունենար։ Բայց ընդհանրապես մի հատ քաղաքացիական դիրքորոշում ցույց տալու համար ինքը ժողովրդի կողմից արժանանում է այս պարգևին։ Երբ որ հասարակությունը արդարության կողմնակից է, այդ հասարակության մեջ վտանգավոր չի լավ մարդ լինելը։ Այսօր միտեղ կարդացի, որ ասում է, ախր չէ որ անվճար է, ազնիվ լինել անվճար է, ինչի չլինել անվճար։ Դες կարդում եմ, ասում եմ, Տեր Աստված, այս ինչ նաիվ ժողովուրդ ենք մենք։ Հա, ազնիվ լինելը անվճար է, հետո է թանկ նստում, որովհետև ազնվության դիմաց մարդիկ վճարում են։ Այ մարդկանց վճարում են անազնիվ լինելու համար։ Անազնիվ մարդկանց շատ ավելի շատ են վճարում, քան ազնիվներ։ Այս պարադոքսը մեր իրականության մեջ մասնավորում է։ Հենց դառնում է, այո, անվճար է, բայց մարդը ամբողջ կյանքը դրա համար վճարում է։ Հա։ Վճարում է, որովհետև ազնիվ մարդիկ կորցնում են աջակցություն, այն որ կարող են իրան աշխատանք տանել, կարիերա տանել, զրկվում են կարիերայից։ Խոսքով ամենից կարող զրկվել մեր նման երկրում։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրում, նման երկրում, այս ազնվության համար, այս քայլի համար կարող են պայքարվել։ Ոչ թե բանի իշխանության կողմից, այս ժողովրդի կողմից։ Չէ, իշխանությունները բոլոր նույնն են հաստատի։ Որտեվ ես մի տարի ասում եմ, սա ամերիկյան Նիկոլն է։ Այս բանն էլ դրա մասին է, այն ինչի մասին, որ ես արդեն ասեցի, Նետանյահուին պարզ գրում են, այս տարի եթե ինքը Իրանի հարցերը չլուծի, հոկտեմբերին ընտրություններն է իր։ Ռեյտինգը շատ ցածր է, իրար վրա դատական գործեր կան, եւ իշխանությունը պահելու, ընտրություններում հաղթելու եւ չդատվելու իր միակ շանսը Իրանին տապալելն է։ Ինքը գոնե այդպես է մտածում, չգիտեմ, նույնիսկ այդ տապալելու արդյունքում ինքը ինչ կստանա, ձայն կստանա թե չէ, բայց ինքը կարծում է, որ իրավերում տրվելու համար Իրանի նման երկրին տապալելը, մասնատելը կփշկի դա։ Դա շատ լավ հասկանում է նաև Իրանում, բայց մի տեսակ լավ չեն հասկանում ոնց թե Հայաստանում։ Չես կարող հասկանում են, բայց այդ հասկանալու համար իրենց չեն վճարում, իրենց վճարում են չհասկանալու համար։ Այ, տեսեք, որ ես ասում եմ, լավ մարդ լինելը թանկ բան է։ Դա ոչ չեն վճարում։ Մասնավորապես Հայաստանում, ես դա եմ ասում։ Այնպես որ 26 թիվը լինելու է աշխարհի համար շատ վճռական տարի, որտեղ մեր համար մեր ընտրություններն է, Ամերիկայում միջանկյալ ընտրություններն է, որի արդյունքում կարա Թրամփը իմպիչմենտի ենթարկվի եւ ինչ ապագա կունենա եւ ինչ նոր կառավարություն կունենա Իսրայելը, սա էլի աշխարհի մասշտաբով կարևոր իրադարձություններ։ Կարևոր իրադարձություն է, որտեղ Իսրայելից շատ բան է կախված աշխարհում։ Այսօր տենց է կառուցված։ Դեռ
to end the freedom of speech in the United States. And this is the red line. I know it's difficult to hear, but it's time to limit the First Amendment. What do you mean? I mean that we need to control the platforms, all the social platforms. So here's a foreigner coming to our country and saying with a straight face, you need to get rid of the First Amendment because people are using it to criticize my country. Sitting on Տակեր Կարսոնն լրագրող, որին Իսրայելի կառավարությունը հայտարարել է ամենամեծ վտանգը Իսրայելի համար։ Ամենատերորիստիկ կարգավիճակը տվել։ Իսկ տակի խոսացողը իսրայելցի է, որը ասում է, օրենքը պետք է փոխվի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ պետք է սահմանափակվի խոսքի ազատությունը, որովհետեւ դա վնասում է Իսրայելին։ Ինք իսրայելցի է, եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նյու Յորքում է այս հարցումը։ Սա, էկրանը լավ չէ տալիս։ To end the freedom of speech in the United States. And this is the red line. I know it's difficult to hear, but it's time to limit the First Amendment. What do you mean? I mean that we need to... Նյու Յորքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում պնդում է, որ այս երկրում պետք է սահմանափակի խոսքի ազատությունը եւ թույլ տալ, որ մենք ֆիլտրենք սոցիալական մեդիաները, մենք իրակ, որովհետեւ ձեր խոսքի ազատությունը վնասում է մեր երկրին։ Մենք չենք կարող ազատորեն ցեղասպանություն իրականացնել, փաստացի։ Եվ սա դեմ խոսացողներին, մասնավորապես Քենդիս Օուենսին եւ Տակեր Կարսոնին, սրանք հայտարարել են վտանգ, ազգային վտանգ Իսրայելի համար։ Սա շատ լուրջ մեղադրանք է։ Այտենց վտանգներին, օրինակ Քենեդիները այտենց վտանգ, որ հիշում եք ինչ արեցին։ Կիրկներ, Ռիչարդ Կիրկներ վտանգ տենց, որովհետև արդեն սկսել էր հասկանալ ինչ են անում սրան, հրաժարվել էր փողից։ Չարլի Կիրկ տենց վտանգ հասկացել է սրանք ինչ են անում, հրաժարվել է իրենցից են փող վերցնելու։ Հիշում եք ինչ եղավ, վզից կրակեցին, ոչ մեկ միջև մեջ չի պարզել ոնց։ Հիմա սրանց են հայտարարել ազգային վտանգ։ Իրանց վտանգ են սպառնում ես երկու լրագրողները ու պարզ այդ մասին խոսում։ Այնպես որ ես ասում 26-ը կարող է աշխարհի համար շատ կարևոր ու փոփոխական տարի լինի, հենց ես չեմ ասում պատահական։ Հիմա վերադառնանք մեզ Հայաստան։ Այս մարդը 5-6 տարում մենակ ոստիկան ավելացրել, ինչ բան չի արել, բարից բուն իմաստով։ Կանանցի վլաստ է այդում երկրի։ Կանանցի Բերտերի պետը կինա, MVD-ի նախարարը կինա եւ ցենց շատ շարունակ։ Ես զարմանում եմ այն գեներալները ոնց են կանում այս 35 տարեկան աղջկան մոտ չես տալիս։ Սրանք Իրենք են կին։ Իրենք են կին։ Այդպես չէ։ Իրանց ուսադիներից ամաչեն։ Ծախվում է ուր են գետում։ Եվրոպա են գետում, գոմիկների մոտ են գետում։ Այն այրիկ տրամպը հայտնեց, ասեց Եվրոպա բրծավ ձեզ փող տալը, դուք 200 միլիարդ կերել եք, գնացեք պայ։ Եվրոպան իրան չի կարող պայ, դուք սրանք ուր են եթալու, ուր են եթալու։ Ընտանիքը քանդելը ճիշտ է։ Աշխարհում ինչ ասես, եթե հունիսի 27-ին մտածում էի, որ իրանց մեջ թասիբ ունեցող, շալվար հագնող տղամարդ կլինի, ով որ սրբությունը իր կյանքից ու պաշտոնից ավել կգնահատի, այսօր չկան։ Այսօր գիտակցված, ինչ-որ մի հատ խեղ կատակից ջրաղացին ջուր են լսում, դրա ճիշտը լավ է։ Այսինքն հոգևորականին բռնել տանել, սովորական հանցագործի հետ նստածել է ճիշտ է։ Մարդու կյանքը, ընտանիքը քանդելը ճիշտ է։ Կաթոլիկ աշխարհում ինչ ասես այլասերվածություն դարերով եղել է։ Այսօր կաթոլիկ աշխարհը ընդունել է, որ տղամարդը տղամարդու հետ կարող ամուսնանա, ընտանիք շնանա, ամենապիղծ բանը, որ եկեղ է Սուրբ Գիրքն արկելում է, բայց որևիցե երկրում, որևիցե կաթողիկա, թող մաքրվեն իրանք իրանց, թող մաքրեն իրանք իրանց տեղն է մաքրվելու։
ինքը գիտի ինչի վրա ծախսի, որովհետև դու գիտեք ինչ, վարչապետի աշխատակազմը ու Երևանը մեր նստածները բոլորը միլիոններ են ստանում։ Ճիշտ է, միլիոնները իմանում են ինչի վրա ծախսեն, բայց 10,000 դրամը չեն իմանա ինչի վրա ծախսեն, որովհետև կոպեկ հաշվում են, թե ոնց անեն, որ բավարար իրանց։ Սա կգնա, ինչ շնորհքով մարդ կգա, ամեն ինչ լավ կլի։ Մեզ մաշը, տենց եմ մտածում, թե ջեներասն ինչ։ Իսա գրակ այդ մարդ հա ինչ ես ուզում նրան։ Ճիշտ ասեմ, Միխի, այդ խելք ունեմ որ ծախսեմ։ Ձեր փողը ընկնեմ ձերից ձերից գողանում են։ Խելք չունենք մենք։ Հա ճիշտ ասա փողը կապշանցա որ չգիտես ինչի վրա ծախսես։ Խիչ գիտի, հողարիվ չի թոշակառուն։ Զորի կոմունալ տա, բայց մարդն էլ ինչով ապրի։ Կտորհացի փողն էլ չի հերիքանում, հրանստի հաշվարկանի 36,000 դրամով դնեն իրա ձեռը թող գնանի ապրի։ Թորներ ունենք, երեխեք ունենք, ոնց ինչի վրա, մեր վրա։ Դե վարչապետը ինքը իր տեղը տակա եւ ամեն ինչ է նորմալ օգտվում է։ Ինքը Իսկ ամենաֆենոմենալ պատասխանը էս աղջնակինն է, որ ամեն ինչ ասում է։ Կարելի է լրեմ Նիկոլ Փաշինյանի ասածների մասին, որովհետև անմեկնաբանելի են նրա խոսքերը, պահվածքը, հոգեկան պահվածքը եւ առհասարակ ամեն ինչ։ Ես թվում է հակիրճ շատ կոնկրետ իմ վերաբերմունքը նկարագրեցի։ Իմ հույսը ես երեխեքն են, ազնիվ խոսքը։ Այսօր 3 ավելի ճիշտ Սամվել Աշոտյանի հետ խոսալու ժամանակ մենք դա մասին էլ խոսեցինք միջալուց։ Նայեք այս հաղորդում, ես կարծում եմ բավականին շատ բաներ կարող եք իմանալ եւ մեր նոր իդեայի մասին, որը ես պատմեմ, խոսքը ինֆորմացիոն կոնսոլիդացիայի մասին է, քանի որ մենք քաղաքական գործիչներ չենք ամեն դեպքում, ես ինքս ինձ քաղաքական գործիչ չեմ համարում այն առումով, որ կուսակցություն չեմ ղեկավարում, շարժում չեմ ղեկավարում, հետևաբար ես այդ դաշտում ինչ-որ միավորվելու բաներ, նախաձեռնություններ չեմ կարող իրականացնել, բայց դա փոխարեն կարող ենք մենք ինֆորմացիոն դաշտը միավորել եւ մոբիլիզացնել մարդկանց եւ քաղաքական ճիշտ մարդկանց օգնելու, լուսավորելու, լուսաբանելու համար ինչ-որ պլատֆորմ ստեղծել։ Մենք մտածում ենք, ես կողմ հաստատ այդ մասին մտածում եմ ու այդ մասին ձեզ կտեղեկացնեմ, եթե որոշակի տեղաշարժներ լինի, այնպես որ էլի երիտասարդների հետ եմ ես ամեն ինչ անելու։ Երիտասարդ սկսնակ կամ արդեն կայացած լրագրող, բլոգեր կամ ցանկացած մեկը, ովքեր ռեսուրսներ ունեն, հետևողներ ունեն եւ ամենակարևորը պատրաստ են ժողովրդին աջակցել եւ փորձենք միասին միասնական ուժերով կանխել Հայաստանի կորսանումը։ Ու սա չափազանցություն չի, կորսանում բառը։ Սա ասենց արդեն տեսանելի է նույնիսկ։ Այսօր համար հասկանում։ Ամենացեք։